Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է իրավապաշտպան ճշմարտության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Տաթևիկ Սողոյանը, բարև ձեզ Տիկին Սողոյան, շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ սկսենք շուրջ 3 օր է ինչ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտն, սակայն այս պահի դրությամբ պողոտան բաց է։ Նրանք ամենայն հավանականությամբ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնակության համար էին դուրս եկել փողոց, քանի որ վերջինս զբաղվում էր նրանց խնդրով եւ անուղղակի նրանք ասում են, որ գոհ են եղել իշխանության աշխատանքից, որ 2020 թվականի պատերազմից հետո արվել է իրենց զավակներին գտնելու ուղղությամբ։ Ճիշտ ենք այս ամենը հասկանում, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը այս ամենի մասին։ Մի փոքր ճշգրտում, ոչ թե իշխանության աշխատանքներից, այլ մասնավորապես այն աշխատանքներից, որոնք տարվել են պարոն Աբազյանի կողմից, մասնավորապես հումանիտար բանակցությունների կոնտեքստում, քանի որ նա եւս իշխանության մաս է եղել։ Բնականաբար, դրա համար սահմանափակել ենք եւ անհետ կորածների հարազատները սահմանափակել են պարոն Աբազյանի աշխատանքների վերաբերյալ իրենց գնահատականները մասնավորապես հենց իրենց առնչվող մասով, այսինքն բնականաբար ծնողները եւ մենք իրավասու չենք գնահատական տալ ազգային անվտանգության այլ ասպեկտներին նրա աշխատանքի վերաբերյալ, բայց այդ մասով համեմատությամբ իշխանության մյուս թևերի մյուս կառույցների աշխատանքի, պարոն Աբազյանի թե մարդկային մոտեցումները, թե տարվող աշխատանքները ծնողների համար առավել տեսանելի են եղել ու որ տեսանելից ավելի կարևորել, ավելի որոշակի ուղղություն ու տրամաբանություն են ունեցել, որ ինչ քայլերի հաջորդականությամբ ինչ ակնկալիքներ կարող էին ունենալ։ Իսկ կոնկրետ ինչից են գոհ եղել անհետ կորած զինծառայողների հարազատները, քանի որ ոչ մի գերի անհետ կորած հետ չվերադարձվեց, ինչն են ուզում շարունակել Աբազյանի դեմքով։ Տեսեք, եթե փորձեմ գոհունակությունը ձևակերպել, նախ եւ առաջ պատրաստակամությունն է եղել միշտ ընդունելու, լսելու ու երբ որ ներկայացվել են թե քննչական կոմիտեի գործողությունների նկատմամբ դժգոհություններ, թե այլ առումներով կլինի սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի վերաբերյալ, ԱԱԾ տնօրենը որպես տվյալ հարցով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ մշտապես ժամանակ հատկացրել է, լսել է ու փորձել է իր իրավասության սահմաններում որոշակի լուծումներ գտնել, բայց առավել հատկանշական է ավել փակագծեր չբացելով այն տեղեկատվությունը, որը նաև հանրության մատուցվել է կապված հանդիպումների մասին, որոնք սահմանին տեղի են ունեցել երկու հատուկ ծառայությունների ղեկավարների միջև, որոնք բացառապես հումանիտար բնույթ են կրել եւ որոնք փոխկապակցված չեն եղել այլ քաղաքական բանակցությունների հետ, այլ ուղղակի այս 5 տարիների ընթացքում մենք հասկացել ենք, որ այդ բանակցությունները հասել էին մի կետի, որից այն կողմ արդեն առարկայական քայլերն էին սկսելու, մասնավորապես նորից որոնողական աշխատանքների վերսկսումը եւ առանձին բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը եւ անհետ կորած անձանց ճակատագրերի պարզումը։ Ծնողների մտահոգությունը առաջնահերթ հենց սա էր, որ այդ պայմանավորվածությունների ձեռքբերումից անմիջապես հետո ըստ էության ազատվում է ծառայությունից այն մարդը, ով որ վարել էր այդ բանակցությունները եւ մտահոգություն ունեն, որ այդ բանակցությունները կարող են փակուղի մտնել։ Այսինքն ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող կատարել նրանց պահանջները, որը անում էր պարոն Աբազյանը։ Նա չի էլ կարող հայտարարել, որ կարող է անել, որովհետև նախ եւ առաջ ոչ ոք չգիտի, թե ով կլինի հաջորդ ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ ոչ ոք չի կարող երաշխավորել բանակցությունների հաջող ընթացքը այս պարագայում։ Ընդհանուր առմամբ ո՞րն է ծնողների ընդհանուր պահանջը կա, ընդհանուր ձևակերպված պահանջ եւ քանի հոգու պահանջ է դա։ Տեսեք, ընդհանուր պահանջը գլոբալ կարող է շատ տրիվիալ հնչել, բայց որևէ պատասխանն է իրենց որդիների ճակատագրի վերաբերյալ։ Մեծ հաշվով իրենց համար տարբերություն չկա, թե որ անուն ազգանունով պաշտոնյան կպարզի իրենց երեխաների ճակատագիրը կամ
կհայրենադարձի ողջերին։ Ծնողների պահանջը գլոբալ առումով դա է, բայց եթե մասնավորեցնում ենք արձագանքը այս իրադարձություններին, դա այն է եղել, որ չի կարելի այսպես անհեռանկարային քայլեր անել, առանց էտել նախկինում դուք տեղեկացաք, որ այս տարի տեղի ունեցան մոտ 8 ժամ տևող 2-ից ավել քննարկումներ ազգային ժողովում։ Այդ քննարկումները պատահական չէին։ Այդ քննարկումների ընթացքում մարդիկ հատ առ հատ գերատեսչություն առ գերատեսչություն, սկսած առողջապահության նախարարության ենթակա փորձաքննություններ իրականացնող մարմնից մինչև քննչական մարմինների գործողություններ, հատ առ հատ պատգամավորներին եւ մյուս պաշտոնյաներին ներկայացրել են այս 5 տարվա ընթացքում այդ խայտարակ բաց թողումները։ Եվ այդ համեմատության մեջ, այսինքն ծնողները բոլորը չեն, որ կարան շատ բարձր գիտակցություն ունենան կատարվող ամեն մի մասնագիտական գործողության մասին, բայց մարդիկ գոնե թե ներքուստ զգում են, թե ով է սրտացավ, ով է իրապես ջանք գործադրել, ով չի գործադրել։ Երբ որ նրանք տեսնում են, որ այդ համեմատության մեջ այդ բոլոր կառույցների, պաշտպանության նախարարություն, առողջապահության նախարարություն, քննչական կոմիտե, դատախազություն, փորձագիտական կենտրոններ, արդարադատության նախարարություն, այս բոլոր գերատեսչությունների մեջ մի մարդ առավել սրտացավ է ու իրան են հեռացնում, հարցեր են առաջանում։ Ընդհանուր մինչև կասկածներ, որ այս ամեն ինչ կարող է եւ միտումնավոր է արվում process-ը խոչընդոտելու համար։ Բայց ինչ եք կարծում, միտումնավոր արվում է։ Ես չեմ կարող, ես գլոբալ իմաստով չեմ կարող պատկերացնել մի adekvat մարդ, մի ռացիոնալ մարդ, ով դեմ կլինի հումանիտար հարցի չլուծմանը։ Իսկն կողմ կլինի չլուծմանը, բայց միևնույն ժամանակ նման իրավիճակում նման լուծումները դրա մասին հիմքեր են տալիս ենթադրելու։ Իսկ հնարավոր համարում եք, որ Փաշինյանը կարող է իր ազատած պաշտոնյային վերականգնել նույն աթոռում, այս դեպքում Աբազյանին, որի համար ծնողները դուրս էին եկել նաև փողոց։ Մենք ինչպես ստացանք, ես իրապես հրաժարվում եմ մեկնաբանել այդ մարդու գործողությունները, բայց նաև ուղիղ ստացանք հավաստում առայն ԱԱԾ-ի կողմից ուղարկված պաշտոնյայի կողմից եւ առաջին օրը ակցիայի եւ այսօր եւս, որ դա անհնար է, Աբազյանը չի վերադառնալու իր զբաղեցրած պաշտոնին, հետեւապես եւ չի վարելու այդ բանակցությունները։ Ոստի հավանական չենք համարում։ Տիկին Սողոյան, առհասարակ ինչու են փողոց մշտապես դուրս գալիս մի քանի ծնողներ, այլ ոչ բոլոր անհետ կորածների հարազատները, եւ արդյոք այս ամենը Փաշինյանին թևեր չի տա այս մարդկանց հետ շփվելու այնպես, ինչպես ուզում է եւ առանձնապես լուրջ չվերաբերվի։ Տեսեք, այս հարցը եւս համայնքի ներսում շատ անգամ քննարկվել է, շատ անգամ։ Ոմանք շատ վրդովմունքով են վերաբերվում, որ ոմանք ասում են ինչու են մի մասը դուրս գալիս, մյուսները չէ։ Այնպես չի, որ այն մարդիկ, ովքեր այս 3 օրերի ընթացքում փողոցում չէին, մտահոգ չեն իրենց երեխաների ճակատագրով։ Բայց պետք է հասկանանք երկու կարևոր հանգամանք։ Այս մարդիկ հոգեբանորեն ամենախոցելի մարդիկ են, որ կարող են լինել, որովհետև ես նորից եմ կրկնում, այո, մենք ունենք նահատակ զինվորներ, ունենք անասելի ցավ ունեցող մարդիկ, ընդհանուր մինչև, չգիտեմ, միայնակ կանայք, որոնք պատերազմում կորցրել են բոլորին իրենց մտերին, զավակներին, հայրերին, ամուսիններին, եղբայրներին, խորապես կիսում ենք իրենց վիշտը, բայց հոգեբանական առումով էական տարբերություն կա մարդ, ով որ գիտի հստակ իր հարազատի ճակատագիրը եւ մարդ, որը չգիտի։ Մենք չգիտենք, թե այն մարդիկ, որոնք որ այս պահի դրությամբ փողոցում չեն, այդ պահին ինչ հոգեվիճակում են գտնվում, որովհետեւ ուսումնասիրեք գրականություն հենց այս հարցի վերաբերյալ հոգեբանական, կպատկեք, որ իրանք համարվում են շարունակաբար տուժողացվող, վիկտիմիզացվող մարդիկ։ Իրանք ամեն օր գտնվում են այդ մտածմունքների մեջ ու բարոյական չէ իրանց մեղադրել, թե իրանք ինչու միշտ այստեղ չեն։ Այո, նրանք երբեմն իրանցից որոշները
ցասումի կետին են հասնում, որոշները ապաթիայի մեջ են գտնվում, որոշները հուսալքության մեջ են գտնվում, բայց չկա գետ մի ծնող, դա կարող եմ ես ձեզ հավաստիացնել, մենք ունենք ընդհանուր հաղորդակցման հարթակ, որը երբևէ դեմ արտահայտվի նախաձեռնվող որևէ ակցիայի։ Մենք չունենք այդպիսի ծնող, այսինքն ցանկացած բան մարդիկ, ովքեր իրենց բախտակիցները համարում են, որ պետք է գնալ եւ անել, միշտ աջակցություն ստանում է, թող չհաշվեն այնտեղ գտնվող արևի տակ գտնվող մարդկանցով, որովհետեւ մեկը կարող է այդ պահին վատառողջ չէ, մեկը մարզում է բնակվում, մենք ունենք մարդիկ, որոնք այս 5 տարիների ընթացքում ամենածանր սոցիալական պայմաններում գտնվելով Վանաձորից, Շիրակի մարզից, Սյունիքից ամեն անգամ ամեն մի հավաքին ինչ որ մի հույսով եկել են եւ ես հարկ չեմ համարում հիմա իրանց մեղադրել թե իրանք ինչու էստեղ չեն։ Մի օր էլ կարող է ես վատառողջ լինեմ, չկարողանամ ներկա լինեմ այնտեղ, այդ մարդիկ կան։ Թող բոլորն իմանան, որ այս իմաստով անհետ կորած անձանց համայնքը միասնական է իր պահանջատիրության հաշվով ու այդտեղ գտնվող մարդկանց քանակով չէ, որ պետք է հասկանալ այդ համայնքի մեծությունը։ Իրանք շատ են եւ իրանք շատ վատ ոչ նախանձելի հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ են։ Տեսեք, մյուս կողմից տարակուսելի է, որ իշխանությունը տեսնելով փողոց փակելը ոչ մի ձև չխոչընդոտեց, այն էլ Փաշինյանի Թուրքիա մեկնելու հետ համատեղ, այսպես ասած, եւ ուժել չկիրառեց փողոցը բացելու համար։ Ըստ ձեզ ինչու։ Ինձ թվում է, որովհետեւ այս տարիների ընթացքում ինչքան էլ տարատեսակ ֆեյքերով եւ այլնով փորձեցին սևացնել համայնքին, փորձելով մեղադրել, որ կաշառված են այս կամ այն քաղաքական ուժերի կողմից, դա ոչ ոքին չհաջողվեց եւ այս թեման ինքն իրանով իր տեսակով անվիճելի է, անքննարկելի է, որ պետք է պատասխան ստանա եւ ոչ մեկ չկա Հայաստանի Հանրապետությունում մեկը, որ կարող է ծնողներին աչքերին նայելով ասել, որ դու սխալ պահանջ ես ներկայացնում, ասել, որ չէ, դու սխալ ես, այս իշխանությունները ամեն ինչ ճիշտ են անում, դու սխալ պահանջով ես անում, բարոյապես, դա ես ենթադրում եմ, որ ոստիկաններին էլ մեր նորանշանակ ոստիկանապետին էլ չգիտեմ, չեն կարող եւ հասկանալով, որ քաղաքական չէ, գուցեև այսպես ասած կամ Թուրքիա գնալուց առաջ հավելյալ այս ամեն ինչին դրամատիզմ չհաղորդելու համար որոշեցին, որ ուժ չկիրառեն առնվազն Բաղրամյան պողոտայում, բայց մենք տեսանք, որ հետո նաև այլ ակցիայի շրջանակներում այլ զինծառայողներ, ոստիկանության ծառայողներ ուժ կիրառեցին նաև հերացիում գտնվող։ Այսինքն այնպես չէր, որ հարթ ընթացավ, բայց այնպես էլ չէր, որ հենց առաջի պահից փորձեցին ուժ կիրառել։ Այս 3 օրերի ընթացքում փողոցը փակած անհետ կորած զինծառայողների հարազատներին շատ պատգամավորներ են մոտեցել, շիշ բռնող հայտնի մակամբամբ ԿՊ-ական պատգամավորը նույնպես կարծես թե գաղտագողի մոտեցել է հարազատներին, ինչ է ձեզ հայտնի այդ հանդիպումից։ Ես փորձեցի տեղեկություններ հանել, քանի որ այդ ժամանակ մեկ այլ հարցազրույցի էի, ես այդ պահին տվյալ հանդիպման ներկա չեմ եղել, բայց կարծես թե ոչ մի առարկայական առաջարկ չի հնչել, ուղղակի տեղեկանալով երևի թե որ նախորդող ժամանակներում միայն ընդդիմության պատգամավորներն են եկել եւ ընդհանուր մինչեւ Թագուհի Թովմասյանը ամբողջ գիշեր, մինչեւ ուշ գիշեր մնացել էր ծնողների հետ, երևի թե այդ գալչկան դնելու համար նաեւ իշխանական պատգամավորներ մոտեցել, բայց առարկայական առաջարկ չի հնչել, որովհետեւ առարկայական համոզել, որ ամեն ինչը դադարեցնեն։ Իմ իմանալով չէ, ուղղակի հետաքրքրվել է իրադրությամբ, բայց կարող է սխալվեմ։ Ամեն դեպքում որևէ առարկայական առաջարկ չի հնչել եւ չէր էլ կարող, եթե իրանք ուզում են, եթե օրինակ ինքը շատ հետաքրքրված էր, ես կդժվարանամ հիշեմ ինքը ինչքան մնաց մեր նախորդող քննարկումներին, բայց այդ հարցերը ուղղակի չէին սպառվում, եթե իշխանական պատգամավորները իրապես հետաքրքրված են անհետ կորած անձանց հարազատների խնդիրներով, թող այդ բարձրաձայնված հարցերը, որ մի տարի մենք հունվարից հանդիպում ենք ունեցել, հարցեր ենք առաջադրել, ասել ենք լավ, կարող է մարդը, ով տարակուսելի ԴՆԹ պատասխան է ստացել,
գոնե քրեական վարույթի շրջանակներում ուժող ճանաչվի եւ իր իրավունքները կարողանա վարույթի շրջանակներում իրականացնել։ 6 ամիս է անցել, այդ հարցը դեռևս, ասենք, նոր են որոշում լուծեն։ 6 ամիս։ Կամ ասում ենք, որ չկա որևիցե մի նախաքննական շահ, որը կարող է գերակա լինել ծնողի իրավունքից իմանալու լավ վերջը ինչ է քննել մեր քննչական մարմինը 5 տարվա ընթացքում իր երեխայի անհետացման վերաբերել եւ թույլ տան ծանոթանալ ամբողջ նյութերին։ Ասում են դա նախաքննական գաղտնիք է։ 5 տարի է, ես ասում եմ մի օրենք ընդունեք, արդարադատության նախարարությունը, ասում եմ նախկինում պաշտպանության նախարարությունն է զբաղվել այդ հարցով, չի կազմել 5 տարվա ընթացքում, երբ որ ամեն հանդիպմանը գերատեսչությունների բարձրաձայնվել է, որ չկա անհետ կորածների իրավական կարգավիճակը կարգավորող օրենք։ Օրենսդիր իշխանության ներկայացուցիչները ուր են 5 տարի, եթե իրապես այդ հարցը իրենց համար առաջնահերթ է։ Իրանք երես չունեն իրականում գալու եւ խոսելու, ասելու, բա տեսեք, մենք այսքան բան արել ենք, որովհետեւ այս հանդիպումների, այս արձանագրումների ընթացքում իրապես պարզվել էր, որ ոչինչ չէր արվել։ Մենակ մի բան էր արվել, ասում եմ, դա այդ բանակցություններն էր, որ գոնե լավ ումից ընդհանրապես տեղեկություն չկա կամ բռնի անհետացումներն են եւ այլն հումանիտար ուղղակի բանակցությունների միջոցով տեսնենք ինչ էին կարողանում բարձել այդ մի փոքր հարցներ գրվեց սառույցին Փորձը ցույց է տվել, որ Փաշինյանի դեմ դուրս եկած եւ ինչ որ պահանջներ ներկայացրած մարդկանց պահանջները անկատար են մնացել, բողոքի ակցիաները, ցույցերը մաշվել են եւ մարդիկ տուն են գնացել։ Ի վերջո այս ամենը ինչ հանգուցալուծում կստանա, դրա վերջը ինչ կլինի։ Ես կարող եմ ասել, որ այս մի բանը վստահաբար, որ անհետ կորածների հարցերով այդ հանգուցալուծումը չի լինելու, որովհետև քանի դեռ մարդու ճակատագիրը շարունակում է լինել անհայտ, այս մարդիկ ապրում են անորոշության մեջ, իրանց մեջ միշտ վառ է այդ վճռականությունը պայքարելու ճշմարտության համար։ Հետևաբար կարող են լինել ժամանակավոր հուսալքումներ, կարող են լինել ժամանակավոր դադարներ, բայց մինչև վերջնական լուծումը չլինի, այդ մարդիկ չեն հանգստանալու։ Եվ իմիջայլոց ասեմ, կարող է շատ աստիճանաբար է եղել հանրության աչքին անհետ կորածների համայնքի ձևավորումը եւ այլն, բայց մեր համայնքի այս շարունակական պայքարը, կոնսոլիդացիան նաև շատ ոգևորել է, այսպես եթե կարելի է այդ բառով նշել, նաև 90-ականների անհետ կորածների հարազատներին, նրանց երեխաներին եւ նրանք եւս մեր հետ են այս պայքարում, քանի որ հույս ունեն, որ նաև հնարավոր կլինի իրենց հարազատների ճակատագիրը բարձել։ Իսկ ԶԼՄ-ների հանդեպ ինչու են այդպես դժկամությամբ տրամադրված, քանի որ այս թեման բարձրաձայնող լրատվականների մեծամասնությունը ընդդիմադիր լրատվականներ են, սա չի նշանակում, որ պրոիշխանական մտածելակերպ ունեն եւ արդարացնում են իշխանությանն այս բոլոր գործողությունների համար։ Թե ամեն դեպքում տեսեք, էլի կփորձեմ մեկնաբանել այս ամեն ինչը հաշվի առնելով իրենց խոցելի վիճակը եւ հաշվի առնելով տեսածս այդ բոլոր գործողությունները այս 5 տարիների ընթացքում, որոնք ուղակի կամ անուղակի կերպով իշխանության կողմից ներդրվել են, այսպես ասած սկեպտիցիզմ մտցնելու համայնքի ներսում զգուշավորություն ասելու, որովհետև մարդկանց վախեցրել են, ասել են, այ կուզեմ նաև այդ օրինակը բերեմ, կհիշեք երևի թե 20 թվականի 21-ի սկզբի ցույցերը, մարդ կար, ով կաշառվելով իշխանությունների կողմից լինելով զոհված զինծառայողի հայր, մի որոշ ժամանակով ով եղել էր անհայտ կորածի հայր, մինչև այդ մարդու որդու դիակը գտել էին։ Գտնելուց հետո եւ հուղարկավորելուց հետո շարունակում էր ներկայանալ որպես անհետ կորած զինծառայողի հայր եւ իշխանության կողմից կաշառված լինելով հայտարարել, որ ցույցեր մի արեք, քանի որ դա խոչընդոտում է երեխաների որոնողական աշխատանքներին։ Այսօր այդ մարդը չկա, բայց իր սերմանած սկեպտիցիզմը ընդդիմադիր լրագրողների, ընդդիմադիր դաշտի նկատմամբ դեռևս կա։ Եվ ընդդիմադիր
մեր քաղաքական միջավայրում էլ ամեն ինչ չէ որ իդեալական է, որը թույլ է տալիս այս մարդկանց, որոնք առանձնապես քաղաքականացված չէին, այսպես ասած, լրիվ հույսով վերաբերվել այդ դաշտին։ Դրա համար իրանք իհարկե տեսնում են, թե ովքեր են, որ պատգամավորներն են գալիս իրենց աջակցություն հայտնելու, տեսնում են, թե որ լրատվամիջոցներն են իրենց լուսաբանում։ Իրանց հետ բնականաբար նաև այլ աշխատանք է տարվում, բացատրելու լրատվամիջոցների աշխատանքի բնույթը, բայց կրկին պետք է ըմբռնումով մոտենանք ու հասկանանք, որ այս ամեն ինչը արվում է խաղալով մարդկանց ամենանուրբ զգացմունքների վրա։ Ամեն դեպքում այդ թեզը կա որոնելու հետ կապված։ Դա շատ շուտ էր, դա մի ոնց որ փոքր օրինակ էր, հետագայում այդ դրանք տրանսֆորմացվեցին այլ դեպի, այսինքն ամեն անգամ այդ ֆեյքերի միջոցով, երբ որ լինում է որ Քոչարյանի, չգիտեմ, մարդիկ են, այս ինչի մարդիկ են, մյուսների մարդիկ են, այս կոմենտները իրենց ազդեցությունը ունենում են ու մարդիկ փորձում են դրանցից պաշտպանվել։ Մինչդեռ պետք չի մտնել այդ նարատիվ, իրենց պայքարը, իրենց պահանջը շատ միանշանական ու շատ ազնիվ ու ճիշտ է։ Անկախ նրանից, թե որ լրատվամիջոցն է լուսաբանում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ հետևեք նաև Telegram-յան, Instagram-յան, Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում։ Կհանդիպենք։